Բարի օր, 6 փետրվար, լուսնային 13-րդ օր, լուսինը գտնվում է կշեռքում, խորհրդանիշը սարդը եւ հայլեն, ներողություն, սարդը եւ ցանցը։ Լուրջ օր է համարվում, հոգեվոր զարգացումների օր է, ուշադիր եղեք, որպեսզի չընկնեք ուրիշների ցանցը, նայեք քայլուն եւ անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ։ Եվ ինչ գործեր, որ անավարտ եք թողել, աշխատեք վերջացրեք։ Նոր գործեր այդքան էլ խորհուրդ չի տրվում արվի։ Լավ շրջան է տրվելու գործնական հարցերի պայմանավորվածության համար, եթե ընդհանուր համաձայնության կա, տարաձայնություններ հարկավոր չէ։ Իրավիճակը սրել հարկավոր չէ, կփլուզի ձեր բոլոր ծրագրերը։ Հարկավոր է ծանրու թեթևանել, լավ մտածել, բայց վերջնականի չհանգել, թողնել մեկ ուրիշ ավելի հարման օր։ Ուղեղը մաքրեք, հատկապես սա վերաբերում է խաղամոլներին, թմրամոլներին, հարբեցողների, մոլերին, ովքեր որ սխալ բաներ դավաճաններին, վհուկական գործերով զբաղվողներին, գոռոզամտությունից, իլյուզիաներից եւ մանիպուլատորներից։ Լավ է մոմ վառել տանը, պտտեցրեք մոմը տան մեջ, խնկարկեք ու մոմը դրեք, եթե մոմակալ չկա, աղով բաժակի մեջ դրեք մոմը ուշադիր, նայեք մոմը բուր կա, այդ կրակը բուր կա, որ վերա բարձրանում, ուշադիր նայեք ու ձեր մտքերը, ամբողջ ձեր մտքերը տեղ կմաքրվի, ու ձեր ցանկությունները չէ մոմը հույսու հավատա, ճրակն է, խավարի մեջ ճրակ պետք է վառվի, եւ մի լավ բան ձեզ ասեմ խորհրդի, սեղանը 4 կողմ ունի, աշխատեք ճաշի ժամանակ բոլոր այդ սեղանի կողմերը 6-7 3 սեղանի կողքեր կնստեք, ճաշեք ու այդ ժամանակ մոմ վառեք տան գլխավոր, որ տան գլխավորն է, տան տղամարդն է։ Ես ունեմ մոմակալ, որը Սուրբ Շարբելն է, ինձ Բեյրութի եկեղեցից բերեցին, աղոթք եք անում ճաշի ժամանակ, մոմը վառեք, դրեք եւ աղոթք արեք։ Խաղաղությամբ լուցկով կվառեք անպայման մոմը, խաղաղությամբ ճաշակենք Տիրոջ կողմից ուղարկված այս կերակուրը, որ ասում է այն հացը, այս ջուրը, այս կերակ խաղաղությամբ ճաշակենք Տիրոջ կողմից ուղարկված այս կերակուրը, օրհնյալ է Տերն իր բարիքներով, ամեն, որպեսզի ձեր ընտանիք օրհնված է, մենք Տիրոջի շնորհակալ լինենք ամեն իրա տված բարիքից։ Այս աշխարհը Տիրոջ տունն է, եկեք չափականենք, սիրենք իրար, որտեղ ինքը սեր տվեց մեզ բոլորից, փչեց մեկ ենք այս աշխարհ։